Բարև ձեզ, ես Անուշ Մարտիրոսյանն եմ և այսօր խոսելու ենք թվային տեխնոլոգիաների բացասական ազդեցությունների մասին, ինչպես է տեխնոլոգիան ազդում երեխաների մտածողության, ինքնազգացողության վրա։ Աշխարհի մի շարք երկրներում գործում են արդեն խիստ կանոններ երեխաներին էկրաններից պաշտպանելու վերաբերյալ։ 2025 թվականի դեկտեմբերի 10-ից տարիքային սահմանափակումներ են գործում մինչև 16 տարեկան ավստրալիացիների սոցիալական ցանցերում հաշիվ ստեղծելու կամ պահպանելու հնարավորության տիրույթում Ավստրալիայի թվային անվտանգության հարցերով հանձնակատարը օրենքի կիրառմանն ընդառաջ պաշտոնապես հայտարարեց մեջբերում. վտանգները բխում են հարթակների այն առանձնահատկություններից, որոնք խրախուսում են էկրանների առջև երկար ժամանակ անցկացնելը և միաժամանակ մատուցում են բովանդակություն, որը կարող է վնասել առողջությունը և բարեկեցությունը։ Մեջբերման ավարտը։ Ինչ է նկատում Արեգնազան կրթահամալիրի ուսուցիչ, հատուկ մանկավարժ շոու կենտրոնի տնօրեն Սուսաննա Միրզոյանը։ Բարև ձեզ, տիկին Սուսաննա։ Քանի որ դուք ամեն օր շփվում եք հատկապես ցածր տարիքի երեխաների հետ որպես հատուկ մանկավարժ, ինչն է ծնողներին բերում ձեզ մոտ։ Հետաքրքիր հարց է։ Ծնողներին ինձ մոտ բերում է անհանգստությունը, երբեմն տագնապը, որովհետև իրանք նկատում են երեխայի մեջ ինչ-որ դրսևորումներ, որոնք սովորական չեն և որոնք խանգարում են երեխային զարգանալ։ Քանի որ ծնողը ունի առողջ բնաստ, ինքը զգում է, որ մի բան այնպես չի, ու իրանք գալիս են հարցերի հետևից, հարցերի պատասխանների հետևից, որպեսզի ես կարողանամ բացատրեմ, արդյոք այն ինչ-որ տեղի է ունենում նորմայի սահմաններում, թե սա իսկապես անորմալ է։ Երևի այդպես պատասխան։ Իսկ առավել հաճախ որ տարիքի երեխաների ծնողներն են դիմում ձեզ, և որ ասացիք նաև զարգացման հետ կապված խնդիր են նկատում, ինչի մասին է խոսքը։ Երևի սկսված 4 տարեկանից, որովհետև մինչև այդ ցանկացած ուշադրության պակաս, ապակենտրոնացում, հիպերակտիվ վարքը իրանց թվում է դե երեխա է, այդ սահմանների մեջ են դիտարկում։ 4-ից հետո արդեն նման դրսևորումները չտիրապետելը սեփական ակտիվությանը, մոտորային ակտիվությանը, խոսքի սուղությունը, ուշադրության բացակայությունը, նյարդայնությունը, այդ ամբողջը կարծես թե արդեն սիմպտոմներ են ինչ-որ բանի, որը ինքը դեռ չի հասկանում, չի կարող ձևակերպել։ Սա ինչ երևույթ է։ Ու այդ երևույթի մասին են ուզում լսել, հասկանալ, տեղեկացված լինել և ամենակարևորը ինչ անեն։ Դուք ինչպես եք բացատրում, որ սրանք կապված են հենց հեռախոսի կիրառության չարաշահման հետ, թե դրանք սրում են իրավիճակը։ Իհարկե պետք է լսես ծնողի պատմությունը, որ հասկանաս ինչի հետ է կապված, որտեղ եղել է երեխա, որի սիմպտոմները եղել են նույն այնպիսին, ինչպես այդպիսի ճանապարհ անցած երեխայի, եւ երբ որ ես արդեն կասկած էլ չեմ ունեցել, որ երևի թե ինքը փոքրուց էկրանների առաջ է, պարզվել է, որ ոչ։ Այսինքն սիմպտոմները կարող են լինել համանման, պատճառները տարբեր։ Բայց իհարկե ավելի շատ լսում ես, որ այո, երեխան արդեն հաց ուտել է փոքր ժամանակվանից, երբ հրաժարվել է հաց ուտելուց, էկրանի առաջ է դրվել եւ ստիպված արդեն այդպես են շարունակել, որտեվ դա դարել է սովորություն։ Դա որ տարիքից է վտանգավոր։ Բոլոր երեխաներին է դա վերաբերում այդ վտանգը, թե կոնկրետ ինչ-որ շեմ կա, որ եթե այս պահից արդեն իսկ երեխան ներգրավված է հեռախոսով ճաշ ուտելու վիճակի մեջ, հետո անհնար է, որ նրան զրկեք կախվածությունից։ Ինչքան ավելի շուտ է սկսում, ավելի հետքախորն է։ Ինչքան ավելի ուշ է սկսում, այդ հետքը կարելի է վերացնել նոր սովորություններ ներմուծելով, բայց ինչքան ավելի շուտ, ինչքան երեխան դրա հետ է մեծանում եւ իր առօրյայի մեջ այնտեղ որտեղ պիտի լինի ռիթմ, հանգստություն, խաղաղություն, չափավոր ակտիվություն, հանկարծ դրա մեջ մտնում է մի բան, որը զրկում է նրան ակտիվությունից, չափից ավելի է, որտեղ այս վերջերս շատ եմ լսում ծնողներից նման արտահայտություն, ընդամենը 2 ժամ է հեռուստացույցի առաջ, իրանք չեն հասկանում, որ այդ 2 ժամը դա շատ է։ Ինչքանն է նորմալ ըստ Ըստ ինձ փոքր տարիքում դա նորմալ չի ընդհանրապես։ Ինչքան ավելի մեծ է երեխան, ինչքան ավելի գիտակից է, ինչքան կարող է իր էմոցիաներին տիրապետել, կարող է իր շարժուձևին տիրապետել, այդքան արդեն կարող է մտնել մի բան, որը այո կա մեր կյանքում, մեր առօրյայում։ Եթե դու տանը
արգելում, այսինքն գնում է ծնունդ, որտեղ երեխաները դրանով են զբաղվում, դրա մասին են խոսում, կերպարներից են կիսվում ու ինքը տեղյակ չի, ինքը իրեն վատ է զգում, ուզում է լինել այդ աշխարհում նաև, բայց ինքը արդեն բավականաչափ մեծ է, որպեսզի դա իր կյանք մտնի եւ դուրս գա, այլ ոչ թե մտնի ու մնա հավերժ, այսպես ասած։ Այսինքն պետքա մենք ընդունենք, որ կյանքը թելադրում է Իրանը, բայց նաև ամեն ինչ անենք, որ ձգձգենք այդ պահը եւ երեխայի կյանքի մեջ ընդհանրապես այս կյանքը մտնի որպես գործիք, որը անհրաժեշտ է ինչ որ կյանքի պահերին։ Այսինքն եթե ինձ տեղեկություններ ան պետք ինտերնետից իմանալ, պարզ է, որ հիմա այդտեղից ավելի հեշտ է ամեն ինչ։ Այսինքն դպրոցական տարիքի միջին դպրոցի երեխաների 10 տարեկանից հետո գոնե, բայց ես հիմա ռեալ բան չեմ ասում, իրականում ինքը մտնում է շատ ավելի շուտ, բայց ցանկալի է, որ մոտավորապես 10 տարեկանի շեմը անցած, այսինքն այսպես կոչված հոգեբանական երեխայի զարգացման մեջ այդ շեմը կոչվում է Ռուբիկոն։ Ռուբիկոնից հետո երեխան կտրուկ փոխվում է, ինքը հանկարծ դիտարկում է իրան որպես առանձին միավոր, իսկ աշխարհը իր առջև։ Եվ այդ առանձնացումից հետո ինչ որ բան կարելի է ակնկալել, որ երեխան ել ավելի կախվածության մեջ չի ընկնի, քան գնում է մինչև ինչքան անգիտակից է նա մտնում այդ ոլորտի մեջ, այդքան շուտ է կախվածություն ձեռք բերում։ Իսկ կախվածություն բառը որպես տերմին ծնողները օգտագործում են, երբ որ դիմում են ձեզ, իրենք դա հասկանում են, որ դա կախվածություն է, թե ուղղակի շփոթ է եւ չեն պատկերացնում, որ հենց այդ էկրաններից է, որ երեխայի վարքն է փոխվում, ընդհանուր վիճակն է փոխվում։ Շատ անհատական է։ Ոմանք եւ այդ բառն են օգտագործում եւ իրավիճակն են շատ լավ հասկանում, ոմանք ոչ։ Այսինքն ոմանց համար դա չի կարող լինել պատճառ այս սիմպտոմների ու դու ցույց ես տալի կապերը։ Ինչ կապ ունի ու ինչու է դրանից կախված։ Ինքը դրա համար էլ է շնորհակալ, որ ինքը չէր տեսնում ինչ որ մի բան քողարկված էր իր համար դա։ Կարող եմ ասել, որ շատ անհատական է։ Դուք փաստորեն արդեն 20 տարի բուժական մանկավարժության մեջ եք, քանի տարի է, որ նկատում եք, որ այն ծնողները, որոնք դիմում են ձեզ, դրա հիմքում թվային տեխնոլոգիաներից կախվածությունն է, էկրաններից կախվածությունն է։ Երևի մի 10 տարի արդեն, մինչև էտել են ին դեպքեր, իհարկե, բայց ոչ այդքան շատ։ Հիմա կարելի ասել գրեթե ամսվա մեջ մի 2 երեխայի ծնող դիմում է այդ հարցով։ Ինձ միշտ զարմացնում է այն, որ ինչ արագ փոխվեց մոտեցումը։ Մինչև այդ դա աննորմալ էր, ծնողը հասկանում էր, ինչ վնաս է տալիս, գիտակցում էր։ Հիմա սովորական է, ժամանակակից ծնող ասում է, չէ, որ հետո ինքը ամբողջ կյանքը կտվելու է։ Ու պետք է, որ հիմիկվանից տեղեկացված լինի։ Այդ առումով, երբ ես լսում եմ այն դպրոցների մասին, որոնք առաջի դասարանին մտցնում են նման իրենց ասելով գրագիտությունը կամ թվային բայց QR կոդեր կան դասագրքերում ուզած ինչ-որ ձևով պետք չէ ստեղծել նման գրքեր, որպեսզի հետո ստիպված լինեն երեխաները օգտվել դրանից։ Ամեն դեպքում կարծում եմ, որ սա ներխուժում է երեխայի կյանք, սա ներխուժում է երեխայի առողջ բնության, իրական բնության մեջ, որտեղ ապրում է դեռ խաղը, կախարդական ու հրաշքները իր կյանքում ամեն ինչ հրաշք է իր կյանքում։ Լիքը կախարդություն ու այդ ամբողջը պարզեցվում է եւ դրա վրա ինչ այս ռեալության ու իրականության բանն են գնում, ոնց որ ծանր քարը, ու ինքը ստիպված է այդ քարը քաշ տալ ու ապրել չափազանց ռեալիզացված միջավայրում են դեպքում, որ իր համար ամեն ինչ պետք է իսկապես կախարդական լինի դեռ։ Այն ինչ կատարվում է աշխարհում, հաստատվում է նաև ձեր խոսքով, երբ ասում եք երեխայի կախարդական պատկերացումներ, այդ աշխարհը, այդ մասին երևի շատերը մոռացել են, նաև ծնողները, կրթական համակարգի պատասխանատուները, պաշտոնյաները եւ այլն։ Ֆրանսիայի խորհրդարանը հունվարի 26-ին 2026 թվականի հաստատեց օրինագիծ, որն արգելում է սոցիալական մեդիայի օգտագործումը մինչև 15 տարեկան երեխաների համար, եւ հիմա մեջբերվում Մակրոնի խոսքերը. մինչև 15 տարեկանների համար սոցիալական մեդիայի արգելքը գիտնականների առաջարկն է եւ ֆրանսիական հասարակության պահանջը։ Իդեպ Մակրոնը նաև ասել է, որ երեխաների ուղեղը չպետք է դառնա ալգորիթմների կամ օտար հարթակների ազդեցության զոհ։ Գիտական բացատրություն եմ խնդրում ձեզնից եւ նաև պրակտիկ
կյանքում դա ինչպես է դրսևորվում։ Առաջի հերթին խորհուրդ եմ տալիս, որ լսեն, ուսումնասիրեն Չեռնիգովսկայի այդ ֆիզիոլոգ Միկին, որը համարում է, որ գիտությունը պետք է պոպուլարիզացնել, այո, նեյրոլինգվիստիկայի մասնագետ, ինքը շատ հետաքրքիր ձևով է մատուցում այդ նյութը եւ այլ գիտնականների տվյալների հիման վրա կարելի է հասկանալ, որ խախտվում է ճիշտ նեյրոնային կապերի ձևավորումը։ Այսինքն, օրինակ, հավասարաչափ տարիքի հետ մեծանալուն պես պետք է ամբողջ այդ ծավալային զարգացումը, որը պետք է հավասարաչափ եւ տարիքին համապատասխան ընթանա, շեղվում է։ Եվ երեխայի գլուխը ընդունում է որոշակի տեսք, որովհետև ուղեղի զարգացումը այլ ձևով է տեղի ունենում։ Քունքերը նեղանում են եւ գլուխը ավելի ոնց որ երկարաձգված է լինում դեպի հետին մաս եւ արդեն նայելով երեխային կարելի է արդեն ենթադրել, որ ինքը երկար ժամանակ է անցկացնում հեռուստացույցի եւ խաղերի առջեւ։ Դուք մարդաբանական գիտելիք կրող մասնագետ եք, ձեզ համար միանգամից զգացվում է, բայց ծնողները դժվար հասկանում։ Այո, իհարկե, որ մասնագիտությունը թույլ է տալիս մի հայացքով հասկանալ այս երեխան ինչ կյանքով է ապրում։ Կարող ենք եւ սխալվել, իհարկե, լինում է ժառանգական փոխանցված, այո, իհարկե, բայց ինչ որ չափով պետք է ծնողը իմանա, որ դա հետք է թողում անգամ երեխայի ֆիզիկական մարմնի զարգացման վրա։ Հետաքրքիր է, թե ընդհանրապես աշխարհում ինչպես են արձագանքում այս երևույթին, օրինակ Դանիայի կառավարությունը նոյեմբերին 2025 թվականի նոյեմբերին հայտարարեց, որ բոլոր քաղաքական ուժերը համաձայնության են եկել որոշ սոցիալական մեդիա հարթակների հասանելիությունը մինչև 15 տարեկան երեխաների համար արգելելու հարցում Իսպանիայում քննարկվող օրինագծով առաջարկվում է արգելել սոցիալական ցանցերի, ֆորումների եւ գեներատիվ արհեստական բանականություն պարունակող հարթակների օգտագործումը մինչև 16 տարեկանների դեպքում, ընդ որում այստեղ արդեն առանց ծնողական հստակ համաձայնության, նույնիսկ եթե ծնողները կարծում են, որ խնդիր չի, միևնույն է օրենքով է արգելվում։ Իտալիայի խորհրդարանում քննարկվում է օրինագիծ, որը սահմանափակում է սոցիալական մեդիայի օգտագործումը մինչև 15 տարեկանների համար եւ կարգավորում է նաեւ երեխաների վրա ազդեցություն ունեցող հարթակների գործունեությունը։ Իդեպ Իտալիայում քրեական գործեր կան, ընտանիքներն ընդդեմ TikTok-ի, Meta-ի հարթակների եւ այլն։ Եվ այսպես կարելի է երկար թվարկել։ Օրինակ Հունաստանի վարչապետը ՄԱԿ-ում հայտարարել է, որ երկիրը քննարկում է Ավստրալիայի նման սոցիալական մեդիայի արգելք սահմանելու հարցը։ Այսինքն Ավստրալիան ամենաառաջատար երկիրն է այս առումով, որը երեխաներին պաշտպանում է օրենքով։ Դուք որպես բուժական մանկավար ինչ եք կարծում, սա Հայաստանում անհրաժեշտություն է հիմա։ Երեխան ամենտեղ մնում է երեխա, կապ չունի ինքը ինչ ազգի է, ինչ մայրցամաքի վրա է ապրում։ Ինքը ամեն տարիքում ունի զարգացման որոշակի օրինաչափություններ։ Ու մեր խնդիրն է որպես մեծերի տալ այն սնունդը եւ այն պաշտպանությունը, որը անհրաժեշտ է։ Այն ինչ մենք կարող ենք ասել 3 տարեկան երեխային, մենք չենք ասի 15 տարեկան երեխային եւ հակառակը։ Այն ինչ կասենք 15 տարեկան երեխային, երբեք չենք ասի 3 տարեկան։ Մեզ պետք է կրթված լինել մանկավարժական ոլորտում, որ հասկանալ ինչա պետք ամեն տարիքի համար։ Այդ պետք է եւ ծնողին, եւ ուսուցչին, եւ հոգեբանին բոլորին ասա պետք, որտեղ դրանից է կախված ինչ աստիճանի պաշտպանություն պետք է լինի։ Դրանից է կախված ինչ օգնություն պետք է տրվի, ինչ աստիճանի խորությամբ։ Եվ օրինակ այստեղ կապ չունի հատուկ կարիքով երեխա, կապ ունի թե այս տարիքը ինչա պահանջում։ Ու ըստ այդմ ես ինչից պիտի իրան պաշտպանեմ եւ ինչ տամ այդ տարիքում։ Հիմա եթե ամբողջ աշխարհը արդեն խառնվել է այդ հարցով, նշանակում է բարձրացել է գիտակցությունը, որ այս ամենը խանգարում է երեխայի բնականon զարգացման։ Ինչ կարող է պետությունը իր կողմից անել, որովհետև պետության լծակները փոքր չեն, բայց նաև ես գիտակցում եմ, որ պետությունը ներխուժում է այնտեղ, որտեղ արդեն մի բան տարերային բնույթ է սկսում կրել։ Այսինքն պետությունները եկել են այն հասկացության ու բավական առաջադեմ երկրները,
զարգացած երկրներ։ Այո, եկել է նրան, որ մի բան արձագանքեցին։ Այո, տարերքը արդեն կոտրում է դռները, ամեն ինչ կոտրելով այդ տարերային ուժը փորձում է տարածվել եւ այստեղ պետքա շատ լուրջ դամբաներ կառուցվեն այդ տարերքի դիմաց, այսինքն երբ որ ջուրը մեծ հոսքով շարժվում է, իր առջև դնում են դամբա, պլատինա, հա, որպեսզի ինքը բնականon նորմալ գնա։ Հիմա այդ տարերայնությունը գիտակցվել է ամբողջ աշխարհի կողմից եւ նաեւ գիտակցվել է, որ այն ով կանգնած է այդ տարերքի առաջ շատ փոքր է ու անպաշտպան։ Ինչքան ավելի մեծ կսովորի կպաշտպանի, ինչքան ավելի փոքր անպաշտպան է։ Ու ես ուրախ եմ, որ նման բան է բարձրացել, հա, այդպիսի ալիք այդ մերժումների այդ ամեն ինչի, որովհետև այդ նշանակում է, որ գիտակցությունն է բարձրացել։ Հայաստանում ինչեր պիտի լինեն օրենքներ խստացնող, դպրոցներում QR կոդերով դասագրքերի վերանայում ամբողջությամբ, ուրիշ ինչ։ Եթե սրանց հետ համաձայն եք։ Այո, համաձայն եմ։ Ես կարծում եմ պետքա լցնել երեխայի կյանքը ճիշտ սնունդով, ու այնքան շատ, ինչպես մենք կերակրում ենք մեր երեխաներին։ Մենք առնում ենք լավագույնը, առողջարարը եւ այն ինչ մեջը կենսական ուժեր է պարունակում։ Հոգեկան սնունդը ինքը եւս պետքա լինի հարուստ, կենսական ուժեր պարունակող, լցնող։ Օրինակ մի քիչ ավելի պրակտիկ ծնողներն արվեստները։ Ինչքան շատ արվեստներ ես տալիս երեխաներին տարբեր տեսակի, չափավոր, որտեղ երբ որ երեխային 6 խմբակի են ուղարկում, երեխան արդեն այդ տպավորությունների քանակից սկսում է չմարսել եւ անգամ դա պետքա լինի չափավոր, բայց ինքը պետք է արվեստներով զբաղվի։ Այ հենց շնորհիվ Չեռնիգովսկային ես հասկացել եմ խորապես գիտականորեն երաժշտությամբ զբաղվելու կարևորությունը ուղեղի զարգացման համար։ Այսինքն ոչ թե պետք է զբաղվի երեխան երաժշտությամբ, որ երաժիշտ դառնա, այլ որ պետք է զբաղվի, որպեսզի այն ցանցը նյարդային, որ ինքը զարգացնում է իր ուղեղին, աշխարհի հետ ուղեղում աշխարհի հետ շփվելով, ինքը կլինի շատ ավելի մեծ ու ճիշտ ձևավորված։ Բայց այստեղ էլ կարևոր գիտելիք պիտի ունենան ծնողները, որ ասենք ունեք 2 տարեկան երեխայի համար Վագների սիմֆոնիաները չմիացնեն անգամ։ Շատ ճիշտ եք ասում, որովհետև իհարկե կա տարիքային գրադացիա ու քիչ գրքեր կան, որտեղ կբացատրվի ծնողին կամ քիչ նյութեր կան, որ կասի ինչ է մաչելի երեխայի համար, կամ կլինեն տարբեր կարծիքներ ու ծնողը չի կարողանա կողմնորոշվել ինչն է ավելի ճիշտ։ Դուք ինքներդ կարող եք լսել այդ երաժշտությունը ու հասկանաք, որ սա այս տարիքի համար է, սա ավելի մեծի համար է։ Դուք որպես մասնագետ եք նայում ձեզ համար շատ։ Ես ոչ միայն որպես հատուկ մանկավարժ, ես մի մարդ, որը դասական երաժշտության հետ շատ է առնչվել, կարող եմ հենց հիմա խորհուրդ տալ, ինչ է պետք ամեն տարիքի համար։ Ինչքան ավելի փոքր երեխա, այդքան շատ պետք է Մոցարտի երաժշտությունը։ Վիվալդի, Մոցարտ։ Դա կարելի է տալ երեխաներին, բայց եւ այն երաժիշտների մոտ, կոմպոզիտորների մոտ, որոնց մոտ շատ բարդ գործեր են, ինչպիսին օրինակ Բեթհովենը, ինքը ունի մի ստեղծագործություն, որը գրված է երեխաների համար, որը կոչվում է Կուկուշկա, այդ ստեղծագործությունը երեխաների համար է։ Այսինքն կարելի է փնտրել երաժիշտների մոտ այնինչ գրել են երեխաների համար, նաև կարելի է տալ լսել Մոցարտի եւ Վիվալդի երաժշտությունները, եւ ինչքան ավելի երեխան մեծանում է, ոնց որ այդ արդեն երաժիշտը ճիշտ կասի, ներքին կոնստրուկցիան ստեղծագործական երաժշտական պիտի ավելի բարդացվի։ Մինչև 7 տարեկան խորհուրդ են տալի պենտատոնիկ երաժշտություն երեխաներին։ Արդեն 7 տարեկանից հետո ամեն ինչ կարող է ավելի բարդանալ։ Խոսեք դրամատիկ երաժիշտների հետ, իրանք շատ բան կասեն ձեզ։ Վագները ոչ, բայց Շուբերտ, Շուման, Շոպեն, լիրիկական ավելի ստեղծագործությունները միջին տարիքի եւ սեռահասուն տարիքի համար լավ է այդպիսի երաժշտությունը, որը կրում է ավելի զգացմունքները արթնացնող տոնայնություններ։ Եվ Վագներ, Բրուկներ, Մալեր, այդ ամբողջը, այո, բարձր եւ Բախը իր երեխաների համար գրում էր եւ օրորոցային երգեր, հա։ Այսինքն, եթե իսկապես կա այդպիսի ցանկություն իմանալ, ինչ երաժշտություն է պետք տալ նման երեխաներին, կան լավ մասնագետներ, որոնք կարող են այդ հարցերին պատասխանել ու շատ ավելի խորը, քան ես։ Ես պատասխանում եմ, որովհետև հատուկ մանկավարժը պետք է այդ հարցերին պատասխանի, երբ որ ծնողը հարցում է, լավ, բայց ինչ երաժշտություն։ Ես տամ երեխային լսելու։
պարզունակ փոքր տարիքում, մի քիչ ավելի բարդ միջին տարիքում եւ արդեն շատ ուժեղ էմոցիաներ եւ մտքեր առաջացնող հետ։ Ինչպեսին է օրինակ Բախի ստեղծագործությունը հասունացումից հետո 10 եւ ավել 12-ից բարձր։ Այո, այդտեղ իսկապես օրինակ Վագների ստեղծագործությունները, Բրուկների սիմֆոնիաները, հրաշալի սիմֆոնիաներ են։ Եվ մի բան էլ հիմա հիշեցի, ուրեմն Վերդիի մոտ կան օպերաներ, որոնք մենք 12-13 տարեկանում լսում էինք որպես պոպ երաժշտություն, այնպես ինչպես լսում էին սեռահասունները պոպ երաժշտությունը։ Շատ հետաքրքիր երաժշտական տրամադրություններ են, որոնք հոգեհարազատ են այն ժամանակ թվում։ Տրուբադուրը, հետո Տրավիատան չասեմ, այդ մի քիչ ավելի այսպես ասած տրագիկ բանն է, բայց օրինակ Տրուբադուրը եթե լսեք, հոյակապ ստեղծագործությունը։ Մոցարտի կախարդական ֆլեյտան, էլի միջին տարիքի երեխաների համար, ինչևէ։ Այսինքն, եթե հարցը լինի, պատասխանները միշտ էլ հնարավոր է գտնել։ Այո, ես կարող եմ անգամ ուղղել այն մասնագետին, որը կարող է այս հարցին շատ ավելի ճշգրիտ պատասխանել, հստակ, որովհետև ինքը դրանով զբաղվել է խորացված։ Վերջերս մեր գործընկերներից մեկ հարցնում էր, ինչու երեխաների համար դասական երաժշտության համերգներ տեղի չեն ունենում։ Իրականում ես գիտեմ, որ հիմա երաժշտական կյանքը Հայաստանում բավականին հարստացել է։ Բայց որ հատուկ երեխաների համար լինի, ինքս էլ այդպիսի համերգ չեմ նկատել, որ օրինակ մեր մեծ կենտրոններում այդպիսի բան լինի հատուկ երեխաների համար, օրինակ դասական երաժշտություն, որ սա կարծում եմ շատ լավ գաղափար է եւ կարելի է երաժիշտների հետ միասին այս հարցը լուծել, ոչ թե լուծել ինքնուրույն եւ հետո դիմել երաժիշտներին, որ իրանք կատարեն, այլ հենց դիմեն երաժիշտներին որպես մարդկանց, որոնք ամբողջ կյանքն են նվիրել դրան եւ նրբերանգներով են զգում ամեն ինչ երաժշտության մեջ, թող իրենք ձեր հետ միասին որոշեն ինչ կարելի է նման երեխաների համար անել եւ թող նրանք էլ իմանան, որ այս երեխաները կարող են լինել անկառավարելի վարքի տեր, բայց երաժշտությունը լսելուց իրանք փոխվում են։ Ամեն մեկը ունի իր երաժշտությունը, որը իրեն հանգստացնում է։ Ծնողներից պետք է հարցնել ինչն է հետաքրքիր ու հանգստացնում իր երեխային։ Իսկ եթե ծնողները լսում են, ասենք, շատ հարսանիքներում հնչող ինչ-որ հարսանիքներում անգամ ես եմ ինձ շատ վատ զգում, երբ որ այնպիսի դեցիբելներ են ու այնպիսի երաժշտություն, որը քեզ ինձ թվում է ավելի պրիմիտիվացնում է եւ քո զգայարանները ճճում են, որովհետեւ անհնար է դեցիբելներին դիմանալ։ Պարզավոր երեխաներին նման բան առաջարկել պետք չէ եւ ամեն ինչը գիտություն է։ Պետք է տիրապետել այդ գիտությանը։ Այսինքն պետք է իմանալ ինչա կարելի անգամ ամեն ախտորոշման տեսակի համար։ Ինչը օրինակ մի երեխային կօգնի, մյուսին կարող է վնասել։ Դրա համար պետք է համատեղ ընտրել, ինչ կոնցերտային ծրագիր մշակել, որ լինի օգտակար բոլորի համար, այլ ոչ թե մենակ այս խմբին կամ այս կա այդպիսի բան։ Դա պետության գործն է եւ ինստիտուցիոնալ մակարդակով պիտի այդ հարցը լուծվի։ Կարծում եմ այո, բայց մեկ-մեկ պետությունը ճիշտ մասնագետների չի հավաքում։ Իր կարծիքով ճիշտ է, բայց այն մարդիկ, որոնք ապրում են դրա մեջ, իրանք իրենց գործ անում են, այդ նույն դասագրքեր գրելու պատմությունն է։ Գրում են պրոֆեսորները եւ այն մարդիկ, որոնք նստած են ինչ-որ հաստատություններում եւ կյանքի հետ չեն առնչվում, իսկ իրականացնում են ուսուցիչները, որոնց ձայնը ոչ մեկ չի լսում։ Ու շատ կարևոր է լսել ուսուցչին, ինչն է պետք երեխային, որն է գրավում իրան ու զարգացնում։ Այս գործում էլ է կարևոր, որ հավաքվեն եւ մարդիկ, որոնք կյանքի մեջ իրականացնում են դա, երաժշտական թերապևտներն են։ Պետությանը, որ վստահես, իր կարծիքով կհավաքի լավագույններին, բայց մեկ-մեկ իրանք լինում են կյանքից կտրված եւ երեխաներից կտրված։ Այսինքն պետության գործն է մասնագետների վերահսկողությամբ։ Այո, բայց պետք է պետությունը լավ խորհրդականներ ունենա, որոնք խորհուրդ կտան այն մարդկանց, որոնք ճիշտ ուղղություն կտան։ Ու տեսնում ես, որ պետությունը ուզում է լավագույնը անի, բայց մեկ-մեկ անում է դա իր պատկերացումների սահմաններում եւ ավելի վատ կարող է, բայց իրենց էլ չես կարող մեղադրել, որովհետեւ ինքը իսկ իր պատկերացմանը
շարժվում։ Դրա համար պետության համակարգում պետք է աշխատեն մարդիկ, որոնք ոչ միայն իրենց սեփական պատկերացում ունեն, այլ հետազոտում են։ Այդ հետազոտական ոգին ամենակարևորն է ամեն ոլորտում, լինի դա հատուկ մանկավարժին, որտեղ եթե չհետազոտես, դու բոլոր հիպերակտիվ երեխաներին կտաս նույնը։ Իսկ եթե հետազոտում ես, հասկանում ես, որ այս մեկին պետք է էս տաս, այս մեկին մյուս բանը տաս։ Օրինակ նույն երաժշտությունը, մեկի հետ պետք է երաժշտական թերապիա անես, մյուսի հետ շատ զգույշ պիտի լինես։ Մեկի հետ պետք է այս վարժությունը անես, մյուսի հետ չէ։ Այսինքն հետազոտական ոգին դա այն ոգին է, որը մարդուն բերում է ճիշտ ճանապարհների վրա։ Ինքը տեսնում է ամեն ինչ զարգացման մեջ, այլ ոչ թե որպես ինֆորմացիա։ Այսպես է պետք անել այս դեպքում։ Սա ասենց 4 համակ թեզ է, իսկ ինչու։ Ինչն է բերել այս բանին։ Ճանապարհը պետք է իմանաս, որ ճիշտ իրականացնես։ Պետությունն էլ պիտի ձգտի հավաքի այնպիսի մարդկանց շրջանակ, որոնք միասին կկարողանան հետազոտել, ոչ թե միասին իմանալ։ Իմացար արդեն կատարել։ Այո, դու քո պատկերացումն ես կիսում ուրիշի հետ, իսկ հետազոտում ես միտեղ միգուցե քո սխալի մեջ զիջում ես, ստեղ դու պնդում ես։ Այսինքն հետազոտական ոգին է, որը կօգնի երեխաներին տալ այն, ինչ իրենց պետք է։ Շատ կարևոր հարց առաջ քաշեցիք, հույս ունեմ, որ մեր այս զրույցը լսող մարդիկ, հատկապես պաշտոնյաները, որոնք որոշում կայացնելու լծակներ ունեն, հաշվի կառնեն ձեր դիտարկումները, եթե ավելացնելու բան ունեք, խնդրեմ։ Իհարկե շատ բան կուզենայի ասել, բայց կարծում եմ մենք պետք է Հայաստանում, ինչպես դուք ասացիք, մի փոքրիկ մեր գիտակցությունը բարձրացնենք ձեր բարձրացրած հարցում, այսինքն ինչքանով անհրաժեշտ է, որ երեխան փոքր տարիքից առնչվի գադժետների հետ, ինչքանով պետք է, որ երեխայի առօրյայում դա զբաղեցնի հիմնական տեղը, ինչքանով այդ վիրտուալ աշխարհը չի խանգարի, որ ինքը դրսևորի իր լավագույն հատկանիշները ու բացվի, այսինքն կարողանա բացվի դեպի աշխարհը ճիշտ ձևով։ Այս ամբողջը խանգարում է իրան։ Ու մեր խնդիրն է դառնալ պաշտպան։ Ես համաձայնվեցի այս ինտերվյուով, որովհետև մտածեցի, որ եթե գոնե մի միտքս կարողանա օգնել շարժվել այդ հարցում առաջ, ես երջանիկ կլինեմ։ Հուսամ դուք երջանիկ կլինեք։ Ամեն դեպքում շատ շնորհակալություն Տիկին Միրզոյան, իմ զրուցակիցներ Արեգ Նազան կրթահամալիրի ուսուցիչ, հատուկ մանկավարժ, Շողի կենտրոնի տնօրեն Տիկին Սուսաննա Միրզոյանը, ես Անուշ Մարտիրոսյան եմ, կհանդիպենք։